Սա այն պրոյեկտն է լինելու ամբողջ աշխարհում, որ ժողովուրդը մի բռունցք, մի հատ հզոր թիմ դաբից է եղան միջև վերջ հասան արդյունքի։ Մենք այդ 1000 դրամով վարկ չենք փակելու։ Մենք այդ 1000 դրամով հիպոթեք չենք փակելու։ Մենք այդ 1000 դրամով կառուցելու ենք միասին։ Ամենամեծ հետաքրքրությունը, ամենամեծ հենց հետաքրքիր process-ն է, որ միասին մենք դա 0-ից կառուցելու ենք ու լինելու է մի հատ մեծ պատ, օրինակի համար մի հատ մեծ պատ, դա կընտրենք տարածքի ներսում մի հատ հրաշք սիրուն տաղավար, որտեղ որ լինելու է այն մարդկանց անունները, բնականաբար իրենց ցանկությամբ, այն մարդկանց անունները, ովքեր որ կատարել են, փոխանցել են գումար, եւ ամենամեծ գումար փոխանցողի անունը լինելու է ընդհանուրի մեջ ավելի քիչ խոշոր է լինելու ու ռեստորանը բացելուց հետո այդ մարդիկ մեր կողմից կունենան մեր ձկնեղենից բլյուդ մեր կողմից հյուրասիրություն։ Ես գիտեմ ինչքան մեծ բանակ է ու բոլորդ իմ կողքը կանգնած եք։ Եկեք միասին գաստանք, հասնենք այն ամենին, ինչի որ ես ցանկանում եմ։ Դու գիտեք, ես ձկնաբուծությունով եմ զբաղվում, ինկուբացիա, մայլոկ, ամբողջ արտադրական ցիկլը, այնպես չի որ պարապ եմ, աշխատանք չունեմ եւ այլն։ Բայց լիքը լինում են դժվար պահեր ու երբ որ հույսը դնում ես մենակ մի բանի վրա, արդյունքը շատ թույլ է։ Այդ իսկ պատճառով ձկնաբուծարանս full աշխատելու է, մաքսիմալ ինչքան հնարավոր է ու ես անդադար եմ իմ գործունեությունը ձեզ ցույց եմ տալու, բայց ես ամենին զուգահեռ ժողովուրդ ջան, ուզում եմ որ մի հատ լավ հրաշք բան լինի, որ այս բնության մեջ նաև որ գալիս եք ստեղ իմ մոտ, կարողանաք նստեք, հանգստանաք, մի բաժակ կոֆե վայելեք, այս օդը շնչեք, այս ջրի խշխշոցը լսեք, բայց որպեսզի դա կյանքի կոնչենք ու պապայիս երազանքը իրականություն դառնա, որ ասում էր տղա ջան, պետքա ստեղ ունի ռեստորան, որ մարդիկ գան, հանգստանան, նաև ինչու՞ չէ լինի գիշերակացներ, որ բարձրանան մեր լեռները, մեր սարերը, մեր բնությունը, Ազատի ջրամբարը եւ այլն, կարողանան հանգստանան, քաղաքից կտրվեն իրենց առօրյա հոգսերից։ Սա մի հատ այդտենց տեղ է լինելու։ Ու ամենակարևորը սա միայն ընտանեկան է լինելու։ Ընտանեկան միջավայր եւ վերջ։ Չգիտեմ, եթե հետս եք գաստվեք սարքենք ու գաստանք սարքենք միջև վերջ։ Ուզում եմ ցույց տամ իմ մոտի բնությունը ու ցույց տամ ազատ գետը, որտեղից որ պետքա մոստ լինի, մյուս ստեղից մոստ է լինելու գետի մյուս կողմը։ Գետի մյուս կողմը, նայեք։ Տեսեք ինչպիսի բնություն ունի այնտեղ։ Ստեղից մոստ է լինելու այնտեղ։ Պատկերացրեցիք ու այնտեղ լինելու է ծառերի ետևում լինելու է մատուռը։ Հիմա ես դա այսպես նկարեմ, որ ձեզ ցույց տամ մոստը եւ նախացա։ Ստեղ լինելու է բասենի վրա շատ հրաշք բիսեդկա ասած տաղավարներ։ Ու այստեղ մեկ վարքյան սպասեք, ցույց տամ։ Սա էլի մեր գետն է, ու այսենց երկարությամբ ստեղ էլի լինելու է տաղավարներ։ Մոտավոր մատից տեղը այնտեղ լինելու է կուխնյա։ Այնտեղ ամենաառաջնային տաղավարն է լինելու, էլի տաղավարներ է լինելու բասենի կողքերը ու տենց ամբողջ տարածքով մեկ դառնալու է մի հատ հրաշք վայր։ Ու ամեն ինչը ամեն մանրուք լինելու է, ինչպես գիտեք, իմ գործը, ես ոնց եմ իմ գործը սիրում ու իմ գործը անում, հա, ու ձեզ ցույց եմ տալի, լինելու է դա նույնպես այդ մեխանիզմով, ամեն ինչը ցույց եմ տալու, ինչ, ոնց, սաղ պատրաստման աշխատանքների բոլոր պրոցեսները, այստեղ,
լինելու է էլի նստելու տեղեր։ Հա բանը լինելու է տաղավարները։ Այստեղ լինելու է բասենի վրա հրաշք տաղավարներ։ Ու տենց հետո ամբողջ գետի ափով այն հատվածները։ Սա էլ մեր սարն է, սարի գետի մյուս կողմն էլ էլի մեր հողատարածքն է, որտեղ կառուցվելու է մատուռը։ Մատուռը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար։ Ես երազ եմ տեսել ու որ կառուցվել է մատուռ Սուրբ Հովսեփ անվամբ։ Ու այդ իսկ պատճառով դա կյանքի նպատակ է։ Ունենալ մատուռ, որտեղ որ մոմ կվառենք, կաղոթենք եւ ստեղ էլ ձկնաբուծանի հենց իսկ ներսում բասեյների կողքերը այսպես հերթականությամբ եւ ամենամեծ տեղը սա է։ Դες էլի նկարը ցույց կտամ։ Սա էլ ամենամեծ նախնական լինելու է սա ռեստորանը, ձեւ ասեմ ձկանոցը, որտեղից որ մեր թարմը ձկներից հանելու են, պատրաստելու են եւ մատուցելու են։ Մի հատ շատ հզոր ու շատ մեծ սիրուն պրոյեկտ ունեմ։ Այս ամեն ինչ չեմ ցես մանրամասն պատմում, բացատրում, որ այն մարդը, ովքեր ինֆորմացիա չունի, ինչ եմ ասում, ինչի համար եմ այսքան բանը ասում, այս ամեն ինչը ցույց եմ տալի ու ասում եմ զուտ ավելի ռեալ, ավելի պատկերացնելու համար։ Չգիտեմ, եթե հետս եք գազ տվեք, սարքենք ու գաստանք սարքենք միջև վերջ։ Սա այն պրոյեկտն է լինելու ամբողջ աշխարհում, որ ժողովուրդը մի բռունցք, մի հատ հզոր թիմ դաբից եղան միջև վերջ հասան արդյունքի ու նաև իմ կողը կանգնեցիք։